Բարև ձեզ, դիտակետը կրկին ուղիղ եթերում է։ Կզրուցենք ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Իսագուլյան։ Քանի որ այսօր ողջ օրը քննարկելու ենք Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի հարցազրույցը, ինչի եմ ասում ողջ օրը, որովհետև 7 ժամ է տևել այդ հարցազրույցը, շատ կարևոր հարցերի անդրադարձել երրորդ նախագահը եւ բնականաբար կես ժամ 40 րոպեն բավարար չէ, որպեսզի ամբողջ հարցազրույցը մենք կարողանանք մեր հյուրերի հետ վերլուծել, քննարկել։ Այսօր արդեն երկրորդ հաղորդումն է, մենք զրուցել ենք Դավիթ Մկրտչյանի հետ, հիմա ձեզ հետ փորձենք շատ կարևոր դրվագներ առանձնացնել երրորդ նախագահի ելույթից եւ վերլուծել միասին։ Ընդհանուր առմամբ կխնդրեմ մեկնաբանեք ելույթի ամբողջական ելույթի բովանդակությունը, որն էր հիմնական ասելիքը ձեզ, այսպես գլխավոր մեխը եւ արդեն տարբեր դրվագներից կխոսենք։ Երևի արժե ինչ ավելի անկեղծ լինել այս պարագայում, կարծում եմ բուն բովանդակությունը որպես այդպեսին, դե հաշվի առնելով նաեւ իմ հարաբերությունները եւ նախագահների հետ եւ հիմա քաղաքական ակտիվ ուրեմն գործունեությունը, ասեմ որ այդ ամբողջ թեմաների մասին ժամանակի ընթացքում բնականաբար զրույցներ եղել են, լսել եմ, բաներ կային, որոնք ամբողջությամբ գիտեի, բաներ կային իհարկե որ նորություն էին, բայց ինձ համար ամենակարևորը, որ բոլոր այն ասեկոսենները, որ շրջում էին կամ թափառում էին կամ փորձում էին ժողովրդի մեջ տարածել, շատ հարցեր իրենց պատասխանները ստացան։ Մանկետ որ ասեմ, ես նախորդ որ արդեն գիտեինք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հիմնի եթերով հանդես գա, դա տարբեր ասոցիացիաներ էր առաջացնում մարդկանց մոտ, մանկետ պետք է լինի ասելու համար, որ նաև ինձ մոտ տաբախություն կար, որ կարող է այդ այն ֆորմատը չի, որտեղ կարելի կլինի ամեն ինչ, բայց ասեմ որ դիտելուց հետո իսկ ես ուղղակի ամբողջությամբ նայեցի, բավականին մեծ տպավորություն ունեի բուն ձևից, այդ հաղորդման ձևից, բովանդակությունից, այդ շատերի համար միշտ ովքեր որ Սերժ Սարգսյանի հետ մոտիկ են, ովքեր որ աշխատել են նրա այդ մարդկային, մտերմիկ, անկեղծ, շատ ընկերական, փոխհարաբերությունների մասին գիտեին, բայց այլոց համար, ովքեր որ այդ հնարավորությունը չեն ունեցել շփվելու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, դա կարող էր դենց բանի տեսքով լինել, զուտ զրույցների։ Ես կարծում եմ այս զրույցը շատ ավելի ցույց տվեց Սերժ Սարգսյանի մարդկային կերպարը, որպես մարդ, որպես ընկեր, ինքը նաև որպես ղեկավար, երբ որ նախագահ էր, ես խորհրդական կամ տարբեր ժամանակներում, մինչև նրա նախագահ դառնալը, երբ որ դու նրա հետ շփվում ես տարբեր խնդիրների հետ կապված, իր այդ մարդկային մոտեցումը, մարդկային փոխհարաբերությունը, որ կարող է ինչ-որ հարցի քննարկման ժամանակ լրիվ վերանա ղեկավար ենթակա այդ բանը հասկացողությունը եւ դու քեզ թվում է որ ընկերոջդ հետ ես սրուցում եւ դա շատ ավելի նպաստավոր իրավիճակ է ստեղծում, որպեսզի դու ավելի անկաշկանդ բոլոր այն խնդիրները, որ քեզ հուզում են, մտահոգում են կամ որ արկա են, որոնց լուծման վերաբերյալ պետք է խորհրդակցություն կամ որոշում կայացվի, ինձ համար շատ ավելի հետաքրքիր էր այդ բաները։ Մնացածը, որ տեղի ունեցավ, իսկ շատ բաներ, որ նախագահան ներկայացնում էր, հատկապես այդ 18 թվականի հետ կապված, քանի որ ես ինքս այդ բոլոր բաներում կիզակետում եւ ասում եմ, որ 23-ին, ես ինձ գտնվում էի նախագահականում եւ քննարկում էր, որ ես պետք է գնամ հմեկ եթերի, մենք Ալեքսանդր Հարությունյանի հետ ուրեմն նստած իր սենյակում քննարկում էինք, որտեղ ես արդեն որոշված էր, որ Ագնես Սախամոյանը ինձ հրավիրել էր հյուր, պետք է գնայի, քննարկում էինք ինչ հարցեր է քննարկվելու եւ այդ ժամանակ էր, որ այդ ամբողջ երևույթները տեղի ունեցան, բայց այդ շատ ուրիշ խնդիրներ, քանի որ ասում անմիջական մասնակցության առումով եմ ծանոթ։ Դրա համար ինձ համար հետաքրքիր էր այդ ամեն ինչը լսել, նույնիսկ շատ բաներ մտածում էի, որ նախագահան կասի թե չի ասի, շատ ուրախ եմ, որ ինքը շատ մարդկային, շատ հասանելի, շատ ընկալելի լեզվով բացատրեց եւ երևի դա էր պատճառը, որ ՔՊ-ի մոտ առաջացավ, պարզ երևաց, որ չի քնել Նիկոլ Փաշինյանը, դե բնական է, եթե չի քնել Նիկոլ Փաշինյանը, ուրեմն չի քնել ամբողջ ՔՊ-ն, եթե չի քնել ամբողջ ՔՊ-ն,
նշանակում է չի քնել նաև այդ այսպես կոչված կարգալույցները չեն քնել, կարգալույցների մոտ պատարակների գնացողները չեն քնել եւ բազում ինչ որ կոնգլոմերատ կա, որ ամբողջ գիշեր տառապանքի մեջ է եղել եւ դեռ լույսը չբարձված եւ նախագահան դեռ իր հանդիպումը չավարտված սկսվեցին արձագանքները։ Արձագանքները շատ ավելի հետաքրքիր էին եւ կարծում եմ այն որ Նիկոլը արդեն էլ չի դիմանում եւ որոշել է, ես իհարկե լուրջ կասկածներ ունեմ, որ Սերժ Սարգսյանի այս բացահայտումներից հետո նա հայտարարեց, որ շուտով կբացի, հա, ինչ որ։ Այո, դեն 19 թվականի հայտնի մենագետի չէ, ամբողջ բանակցային գործընթացի փաստաթղթերը կհրապարակի, իհարկե ես լուրջ կասկածներ ունեմ, որ կհրապարակվի, չի բացառում հրապարակվեն ինչ որ արդեն հրապարակված տարբեր կարգի մանիպուլյացիոն վերլուծություններ, բայց եթե կհրապարակի, ապա ամբողջ ժողովուրդը կտեսնի, թե իրականում ինչ է քննարկվել եւ ոնց կարողացավ Նիկոլը իր թերուս լինելու կամ դավաճան թշնամի հայ ժողովրդի, թուրք-ադրբեջանական փողերով իշխանություն զավթած այդ անձնավորությունը հետո ոնց է պատասխան տալու այն իր բոլոր ասածների համար, որ ասում էր, որ մինչև ինձ ամեն ինչ արված է եւ ոնց է փորձելու արդարացնել իր մեր ժողովրդի մեծագույն թշնամի լինելու այդ բանը։ Հիմա պարոն Իսագուլյան, առաջարկում եմ այն կարևոր դրվագների մասին խոսենք, որտեղ դուք ներկա եք եղել, անմիջապես ձեր աչքի առաջ է այդ ամենը տեղի ունեցել, խոսքը 2018 թվականի իշխանափոխության մասին էր, իհարկե շատ է շահարկվում այս թեման եւ ընդդիմադիր որոշ գործիչների կողմից եւ իշխանությունների կողմից, այն է թե ի վերջո մեղադրում են երրորդ նախագահին, որ նա հանձնել է իշխանությունը Նիկոլ Փաշինյանին եւ այլն, երրորդ նախագահը եւս մեկ անգամ շատ պարզ նորմալ իրական այսպես հայերեն լեզվով բացատրեց, որ ինքը իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին, Կարեն Կարապետյանը համաձայնել է եւ հետագամ ինչ որ դեպքեր են տեղի ունեցել եւ արդեն Նիկոլ Փաշինյանն է հայտնվել այսպես վարչապետի տեխնացուի աթոռին։ Գիտեմ, որ ներկա եք եղել, գիտեմ, որ մինչև դա շատ այսպես ճանապարհներ եք անցել, ինչքանով որ հնարավոր է բացահայտել, կասեք ինչ էր կատարվում 18 թվականին։ Մոտեցեք, իհարկե ասում եմ, շատ բաներ արդեն դրանց մասին ասվել է, բայց չգիտեմ ինչքանով է դա բաներել մարդկանց մեջ։ Նույնիսկ իրավիճակ կա, որ ասենք այդ ամսի 23-ից հետո դե Հայաստանում էր գտնվում նաև Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, առաջարկ արվեց, ես կարծում եմ ինիցիատորը, այսպես հեղինակը Բակո Սահակյանն էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարեն Կարապետյանի մոտից բավականին ուշ էին արձագանքում այն դեզինֆորմացիաներին, որ այդ ժամանակ տարածում էին նիկոլական շրջապատի, այսպես կոչված այդ բլոգերներ ասեն կամ կեղծ լուրատարածողները, ֆեյքա ֆաբրիկայի մասին եք խոսում, ֆեյքերի 3-ին արդեն այդ խոսակցությունը եղավ եւ 24-ին մենք եղանք Կարեն Կարապետյանի մոտ, փառք Աստծո, Կարեն Կարապետյանը կա, Կարեն Կարապետյանը ողջ եւ առողջ է եւ կարող է հերքել կամ հաստատել, հերքել կամ հաստատել, ես շատ ուրախ կլինեմ, որ ինքը արձագանքի, որտեվ ես եւ Բակո Սահակյանը այցելեցինք Կարեն Կարապետյանին, որոշում կայացվեց, որ քանի որ ինֆորմացիոն դաշտը բավականին ուրեմն աղճատված է արդեն իսկ եւ շատ լուրերի, օրինակ, որ Կարեն Կարապետյանը, չգիտեմ, թռել է Մոսկվա կամ չգիտեմ, սա է տեղի ունեցել, նա եւ այդ լուրերին հարկավոր էր անմիջապես, որտեվ դա հասարակական կարծիք էր ձևավորում եւ ըստ դրա հանրությանը սկսում էին ուղղակի մոլորության մեջ պահել։ Շատ արագ որոշվեց, որ ստեղծվում է ինֆորմացիոն հակազդման խումբ, հանձնարարվեց ինձ, որ ձևավորեմ այդ խումբը։ Ես հավաքեցի այդ թիմը։ Հիմա կարող եմ տալ մարդկանց անուններ, մեր գլխավոր խմբագիրը, հա, Արթուրը Հովհաննիսյան, Արմինեն Սիմոնյան, մենք հավաքեցինք այդ խումբը, այնտեղ առաջարկվեց, որ շատ արագ պետք է ձևավորել կենտրոն, այդ կենտրոնը ձևավորվեց, շատ արագ պետք է ուրեմն հաշվիչ տեխնիկա, կոմպյուտերներ, այդ ամեն ինչ հարվեց, այսինքն այդ բոլոր աշխատանքները տարվեցին, ես այդ ընթացքում մի քանի անգամ հանդիպեցի Կարեն Կարապետյանի հետ, արդեն որոշվեց օրը, ժամը, որ մենք պետք է գնանք, դա իհարկե տևեց մի քանի օր, որտեղ օպերատիվ
Բայց արդեն մինչև այդ մենք անմիջապես կապի մեջ էինք գնում եւ եթե կար դեզինֆորմացիա, այդ դեզինֆորմացիայի հետ կապված արձագանքը արագ լինում էր։ Ցավոք սրտի այդ վերջին օրը, որ մենք արդեն ամեն ինչ պայմանավորել ենք, ամեն ինչ նախապատրաստված էր, որ մենք պետք է անցնենք աշխատանքի, կարող եմ ասել, ուղղակի ժամը 3-ն էր, որ արդեն նախնական պայմանավորվածության համաձայն ես եղա վարչապետի ըստեյության պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ, ինքը նոր եկել էր ինչ-որ մեկի մոտից, հիմա ես չբացահայտեմ, եթե պարոն Կարապետյանը ինքը կորոշի բացահայտել, ում մոտից ինքը եկավ, ճիշտ ասած տրամադրությունը անկում ապրած էր։ Ներողություն, Նիկոլի հետ հանդիպել էր արդեն ինքը։ Այո, Նիկոլի հետ հանդիպել էր, հետո ինչ-որ մեկի հետ։ Հանդիպում էր եղել, հա։ Ասեց, որ ադվոյ, այսպես կոչված, որ այդ աշխատանքները չենք անելու, ես նույնիսկ ապշած էի, ասեցի, որ պատճառը որն է, ես չեմ ուզում այդ մեր անձնական զրույցի մասին հիմա պատմել, ու այսինքն ամեն ինչին ես ականատես եմ եղել։ Մարդիկ իրենք ոնց կուզեն թող դա ներկայացնեն, դա իրենց գործն է, բայց այս մասին ես խոսել եմ շատերի հետ այդ թեմայով, էլի։ Բնականաբար հետագայում եւ երկրորդ նախագահի հետ եւ երրորդ նախագահի հետ, որտեղ ինձ համար շատ տարօրինակ էր, էլի, որ տեղի ունեցավ այնինչ տեղի ունեցավ, դրա համար ես կարող եմ ուղղակի մի բանը ֆիքսել, որ այնինչ ասում է Սերժ Սարգսյանը, դա 100%-ով համապատասխանում է իրականությանը, որովհետեւ նույնիսկ եմ կրկնում այդ ամեն ինչին նախորդել է որոշակի աշխատանք, որը տևել է մի քանի օր, եւ երբ որ պարոն Կարապետյանը հրաժարվեց, որ, հա, հիմա պատճառները եկեք թող ամեն մեկ ինքը ասի, թե ինչ պատճառով դա տեղի ունեցավ, օրինակ շատերի համար բացահայտում էր, չէ, որ Նիկոլ Փաշինյանը Արևմտյան ինչ-որ կառույցներից մեկի ղեկավարին ասել է, որ ինչ-որ մեկին առաջարկել է փոխվարչապետ, հա, հետո ինքը, չգիտեմ եւ այլ, հիմա թող բարձեն արդյոք ինչ հանդիպման ժամանակ է դրան փոխվարչապետ առաջարկվել, ով է առաջարկել, բայց որ դա հաստատ Սերժ Սարգսյանը չի, դա փաստ է։ Հիմա այդ կարգի խնդիրներ են, ես չէի ուզենա, որ մենք դրանց մեջ առանձնապես հիմա թող ԿՊԱ-ականները իրանք խորանան, իրանց է հետաքրքիր, Նիկոլն է այդ արևմտացուն ասել այդ բանը, թող Նիկոլն էլ բացահայտի, ով էր իրան առաջարկել փոխվարչապետի պաշտոնը եւ այդ խոսակցությունները ընդհանրապես ոնց են ընթացել։ Եվ քանի որ միշտ միջանձնային հարաբերություններ կան եւ ես կոնկրետ ամեն անձի վերաբերյալ իմ սուբյեկտիվ, հա, եւ կարծիքը ունեմ եւ տրամադրվածությունը ունեմ, եկեք ես շատ չխորանամ, որտեղ ես շատ եմ քննադատել նախկին, հա, պաշտոնատար անձանց, դրանք կլինեն նախարարներ, փոխվարչապետներ, վարչապետներ, ազգային ժողովի պատգամավորներ, հա, քննադատել եմ իմ սուբյեկտիվ տեսանկյունից իհարկե, բայց հետագայում կյանքը ցույց տվեց, որ այդ քննադատությունները կամ իմ մտահոգությունները ամենևին էլ անտեղի չեն եղել։ Ինչու եմ ես այդ մարդկանց ընկալել այդ կերպ, ուրիշները այլ կերպ, դա զուտ անձնական հարցեր են եւ անձնական դիտարկման արդյունք են։ Դրա համար եկեք բան, ինձ համար շատ կարևոր էր, որ Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ, շատ մարդկային պարզ լեզվով բացատրեց բոլոր այն երևույթները, որոնք տեղի են ունեցել եւ որ այդ երևույթներից ամեն մեկը ինչպիսի ազդեցություն է ունեցել հետագա գործընթացների վրա, որը վերել հանգեցրել է այսօրվան, որով ցավով մենք բոլորս տոչորված Նաև կարծում եմ կարևոր է մեր բանակի տեխնիկական հագեցվածության վերաբերյալ էլ այսպես շատ շահարկումներ են եղել, դե պատերազմի ժամանակ զենք չունեինք, հետո Ալիևը պարզեց 5 թե 6 միլիարդի զենք ենք թողել թշնամուն պատերազմից հետո, այս իշխանություններն, եթե չեմ սխալվում, հենց Նիկոլ Փաշինյանն էր գրել, որ ինչ զենք որ թողել էիք, մետալալոմ են եղել, հենց իր բառերով եմ ասում, եւ ըստ էության դրա համար երևի կարող են ասել մենք չկարողացանք հաղթանակ տանել թշնամու նկատմամբ։ Լավ, գիտեք, այդ դեպքում պետք չէր ուրեմն ապուշ բարձրագույն հայտարարություններ անել, հա, 18 թվականին, երբ որ նորից գալի իշխանության կադրային փոփոխություններ, բանակում ուրեմն կլուբնիկու բանան, հա, բանանել կամ զինվորներին դրանցով կերակրել այդ համակարգ որոնք ինչ որ երկրից գնվեցին, բերեցին, գիտեք, քանի որ դու մանրամասն ես ինչ որ բաներ, այստեղա ոչ թե դրա համար որ մեծ ցանկություն ես ունեցել,
Քանի որ ես այդ ժամանակ դեռևս շարունակում էի, հա, պաշտոնավարելը որպես Արցախի նախագահի խորհրդական, բնականաբար շատ բաներից ես շատ լավ տեղյակ եմ եղել։ Հիմա ինչ է ասում Նիկոլը, դրանք ամենևին իրական չէ։ Տեսեք, Տաուշի դեպքերից հետո, երբ որ հերոսի կոչում 70 հատ մեդալներ Հուլիսյան դեպքերը, 19 թվականին։ Իր Սարդարաբադում ունեցած ելույթը մայիսի 28-ի կապակցությամբ, հա, այդ որ մեր զորքը ամենահզոր զորքն է տարածաշրջանի եւ այլը, կամ պատերազմի նախորդին ասել, որ բավական է մի նախադասություն ասեմ ու ընդեղալ եւ կկործանվի։ Այո, այդպես էլ չլսեցինք այդ նախադասությունները։ Բոլոր հրամանատարների փոփոխությունները հատկապես սահմանամերձ շրջաններում, հրամանատարներ, որոնք այդ տարածքը ոչ միայն չգիտեին, այդ տարածքում չէին եղել իրանց ողջ կյանքում, բնականաբար բարդ է, որ իր սխալների պատճառով կարողացել է հանգեցնել նրան, որ մեր մարտունակ բանակը դարձել է ըստ էության չմարտնչող եւ սարսափելի պարտություն է կրել։ Դրանից հետո արդարացման համար ամեն ինչ կարող են ասել, ամեն ինչ։ Մինչև իրան ձեռք բերված զենքերը չմոռանանք, որ դրանց մեջ է նաև Իսկանդեր տիպի հրթիռային համակարգը, որը նույնիսկ այդ ժամանակ Բելոռուսյան ու Ռուսաստանի հետ համադաշնության մեջ էր, չուներ, Հայաստանը ուներ։ Այսինքն, իսկ Կալաշնիկով ավտոմատը ինչքան հին, այնքան լավ է կրակում։ Եթե ոմանք չգիտեն, ասեմ թող իմանան։ Կալաշնիկովը, եթե ասում են 80-ական թվականների Կալաշնիկովն է, հավատացեք, որ այդ Կալաշնիկովը շատ ավելի լավն է, քան 2000-ական թվականների Կալաշնիկովները։ Հիմա, եթե Նիկոլենք ինչ-որ մի բառ են լսել, մի բան է ասվել, ու այդ բառից կամ այդ նախադասությունից կարճելով հիմա էլ ուզում են արդարացնել իրանց ոչխարությունները, դա իրանց պրոբլեմն է։ Տեսեք, երբ որ մենք հիմա էլ, հա, բերում ենք ինչ-որ օրինակներ սա, բա Սերժ Սարգսյանը 18 թվականի, թե 17 թվականին ազգային ժողովում ելույթ ունենալուց ասել է, որ բանակցությունները մտել են փակուղի։ Սերժ Սարգսյանը բացատրեց, որ չէ, դες փակուղի մտել ենք մի 25-30 անգամ ամեն տարի ու դուրս ենք եկել։ Բայց իրանք այդ մեկը ուզում են օգտագործել մանիպուլացնելու համար ժողովրդի մոտ կարծիքը տպավորությունը, թե դե տեսեք արդեն փակուղի է։ Նույնիսկ եմ կրկնել, դες փակուղի մենք ամեն տարի մի 10 անգամ մտել դուրս ենք եկել։ Հիմա այդ հերթական փակուղիներից մեկն էր, որտեղ դեմ էին տվել Ադրբեջանին, եւ Ադրբեջանն արդեն ոչ թե այն 5 շրջանը, չէ, այդ արդեն սահմանով պիտի, որտեղ Վիեննա, Սանտ Պետերբուրգը ուր կեին եղել, եւ արդեն դիտորդներ պիտի դրվեին այդ սահմանի երկայնքով։ Դրա համար Ալիևը այո հայտնվել էր հիմար վիճակում, իր երկրի ներսում հայտարարում էր, որ իսկ պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը, եւ չէր գալի բանակցություններին, այդ առումով մտել էր տուպիկ, հետո Այսինքն փորձել դա ներկայացնել, որ տեսեք Սերժ Սարգսյանը այդ տուպիկի եթե ինքը բերել էր, ինքն էլ այդ տուպիկի շատ հանգիստ միշտ կարողանում էր հանել։ Այնպես որ ձեր նման տագետները թող ուրեմն թուրք-ադրբեջանական ֆինանսավորմամբ իշխանություն չզավթեի։ Ես դուք եմ կրկնում, ամենակարևորը, որ Սերժ Սարգսյանը իր այս շատ մարդկային, շատ պարզ, շատ հասարակ լեզվով 7 ժամերի ընթացքում կարողացավ ստեղծել հասարակական բավականին շատ լավ կարծիք։ Պատկերացրեք, որ ժամը գիշերվա 2-3-ն է, 15-ից 17,000 մարդ ուղիղ եթերով նայում է։ Ուրեմն մինչև հաղորդումը ավարտվելը արդեն մոտ 70-70 քանի հազար մարդ նայել են գիշերով։ Հանուր դիտումը։ Հա, հաջորդ օրը հələ ժամեր չանցած 100,000-ը անցնում է այդ դիտումները։ Ընդ որում այնտեղ մեխանիզմ կա, որ դու նայում ես, թե քանի ժամ են նայել։ Պարզվում է, որ ասենք եթե 150,000 մարդ նայել է, 150,000-ն էլ 7 ժամը նայել է։ Այսինքն ժամերը պիտի այդ ժամանականակը, որ բաժանում ես 150,000-ի վրա, ստացվում է միջինով 7 ժամ մարդը նստել նայել է։ Այսինքն մարդկանց հետաքրել է այդ հաղորդումը։ Եվ դրա համար էլ ես կարծում եմ այդ վայնասունը, որ ալեններ, մալեններ, չգիտեմ, ծիտիկներ, միտիկները բարձրացրել էին, դա էր, որ իրանք հասկանում էին, որ ևս մի 2 սենտ ուրեմն անկեղծ զրույց ժողովրդի հետ եւ արդեն ամբողջ այդ քպական միֆը կեղծիկները հոտս կցնդեն եւ իրանք կանգնեն շատ ծանր վիճակում։ Տեսեք, իրանք ինչու են այս եկեղեցի, որտեղ Նիկոլ Հաճիշտ է թվում է այդ կարգալույց եղած քահանաների խաչն է համբյուրում կամ ասում է ինչ որ մի տեղն է համբյուրում, դա իր խնդիրն է, լավ է անում էտում համբյուրում է, հույս ունենալով, որ դա ինչ որ ձև կփրկի, չէ, իրանք հասկացել են մի բան, իրանց քարավանը արդեն վաղուց անցել է, եւ իրանց այդ
անցած քարավանի պատճառով իրանք այլևս շատ ծանր ուրեմն բաների են ենթարկվելու, իրանք նույնիսկ ամբողջ իրանցն է, չէ, ուժայիններն իրանցն են, ստեղծել են գվարդիաներ, դատարաններն իրանցն են, դատախազներն իրանցն են, քննչական կոմիտեներն իրանցն են, ամեն ինչ իրանցն է, բայց իրանք գիտեն իրանց ատելությունը ժողովրդի իրանց նկատմամբ, հասկանում եք։ Հիմա այդ ատելությունից հասկանում են, որ նույնիսկ կարող է վաղը մյուս օրը Նիկոլը չկարողանա ազատ գնալ քարոզարշավի։ Օրինակ ներողություն եմ խնդրում, Քավլիցի ես ամենևին չեմ ցանկանա, որ դա տեղի ունենա, բայց ինքը ապահովագրված չի հիմա, որ իր վրա շշեր չեն գնա, քարեր չեն գնա։ Քավլիցի ես չեմ ցանկանում, որ նման բան լինի, բայց ինքը հասկանում է, որ ատելությունը իր նկատմամբ այնքան շատ է, որ արդեն մենակ թիկնազորը, որը մի քանի 100 հոգի են, իրան չի բավարարում։ Ինքը պարեկներ, ինքը առանձին գվարդիա, ինքը արդեն թմե շրջապատված, բարձերն է, որ այդ հաշշորերը, որ հակնում են, տարկը մի քանի տակել բրոնիժիլետ, այսինքն վախեցած է։ Եվ այդ վախեցածով պատկերացրեք վաղը քարոզարշավը, եթե 26-ին նույնիսկ հերթական ընտրությունների մենք գնանք, ինքը պետք է գյուղ գնա, չէ՞։ Որ գյուղում մի արդեն այսպես կոչված զայրացած մարդ կորոշի ինչ անել, շատ դժվար է ասել։ Իրանք դա զգում են, դա հասկանում են, ապուշ չեն։ Եվ պատկերացնում եք այս իրավիճակում իրանք իշխանությունը եթե կորցնեն։ Դրա համար հիմա ամեն ինչ ուզում են անել, որ մինչև ընտրություններ իրանք բոլորին ոչնչացրած, մորթած, սպանած, խոսքս իհարկե քաղաքական առումով։ Լինեն, որ իրանք սպիտակ ձյուկի վրա, ալենի վրա նստած կամ մեկ ուրիշի վրա նստած, Ռուբինյանի վրա նստած իշխանության կան, չէ, այլևս դա չի լինելու։ Եվ դա չլինելու նպաստում են հենց այն հարցազրույցները, որ տվեց երրորդ նախագահ, որ հետո տվեց երկրորդ նախագահ, հասկանում եք։ Եվ շատ հետաքրքիր բան է, որ այս են դեպքներ, որ ճիշտ է նախագահների երրորդ եւ երկրորդ նախագահների հարցազրույցները ինտերվալային առումով շատ փոքր տարբերություն, բայց այդտեղ մենք տեսանք, որ մի ժամ էր երկրորդ նախագահի հարցազրույցը։ Չէ, իրարից հեռավորության մասում առանձնապես չէր, բայց մարդիկ հասկացան, որ չի արա, ոնց որ մի բան էլ է փոխվել։ Այս արդեն միմյանց դեմ ինչ որ բան չկա, եւ երրորդ նախագահան շատ կոռեկտ արտահայտվեց եւ երկրորդ նախագահան հետագայում շատ կոռեկտ արտահայտվեցին միմյանց նկատմամբ եւ սա գուցե ավելի կատաղացրեց այսպես կոչված նիկոլական թիմի այդ բաներին, որոնք մտածում են ոնց, իսկ եթե հանկարծ հիմա մի հատ էլ առաջին նախագահ միանա եւ այս երեք նախագահները համատեղ փորձեն իրենց ուրեմն պայքարը Նիկոլի այս ֆաշիզմի ասեմ, ինչի դեմ, այս ցեղասպանության դեմ, ապա Նիկոլը ամբողջությամբ կորած է։ Բնականաբար այս արձագանքները պետք է նման ձևով էլ լինեին, այնց որ ես այդ արձագանքներից Պարոն Իսագուլյան, քանի որ ես ներողություն եմ խնդրում, առաջի հարցազրույցի ժամանակ էլ ասեցի վատառողջ եմ։ Ոչ, մենք ուղիղ եթեր ենք, մեր մոտ կարակ եւ հանգիստ հազալ։ Չէ, ամեն դեպքում ներողություն եմ խնդրում, որովհետեւ, չգիտեմ, այս հիվանդությունը, այս վիրուսը դեռևս չի նահանջում։ 44-օրյա պատերազմի հետ կապված օրինակ երրորդ նախագահը նշեց, որ պատերազմից 2-3 օր անց իր համար արդեն պարզ էր, թե ելքը ինչ է լինելու, այսինքն մտահոգություն ուներ ինքը, սեպտեմբերի 30-ի մասին խոսեց, եւ եթե լսենք երրորդ նախագահի ասածը, հնարավոր էր այլ ելք ունենալ եւ ինչպես շատ մասնագետներ, ռազմական փորձագետներ են շեշտում, եթե ճիշտ կառավարում լիներ, ապա այսպիսի պատկեր չէինք ունենա։ Հիմա մենք էլ ենք եղել Արցախում, դուք տարբեր հանդիպումներ եք ունեցել շատ մարդկանց հետ, նախագահների, գործող նախագահի, եթե չեմ սխալվում, Արայիկ Հարությունյանի հետ եւս Ինչ էին խոսում առհասարակ, նրանք հասկանում էին իրավիճակը եւ այդ հաղթելու ենք ստերով ինչի էին մարդկանց հույս տալիս, ավելի լավ չէր ասել իրականությունը։ Թեկուզ շուտ դադարեցնել պատերազմը, թեկուզ այդ զիջումների գնով, բայց չունենան մարդկային կորուստներ։ Հիմա տեսեք ախր, հիմա Քավլիցի բաներ կա, որ կարելի է բացահայտ ասել, մարդիկ կան, որոնք կարող են դա վկայել, հա, ասենք Յուսնու Ռոդիկ երկուզը դա է որ ինքը խոսա։ Չնայած ես իրան նկատմամբ հիմա ունեմ շատ բացասական վերաբերմունք, բայց թող խոսա, հա։ Ինքն է այդ պատերազմի ընթացքում երկու անգամ կազմակերպել իմ հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ։ Յուսնու Ռոդիկը։
ինձ հետ շատ հաճախ կապվում էր ուրեմն Արկադի Կարապետյանը, որը նույնպես շատ մտահոգիչ ինչ որ բաներ էին ասում։ Չեմ ասում էլ երկրորդ նախագահի, երրորդ նախագահի Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ժամերով մենք այդ հարցերը քննարկում էինք եւ բոլորս էլ պատկերացնում էինք իրավիճակը իրական, բայց մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել, որ հաղթելու ենք այդ տրամաբանությունից դուրս չգանք։ Շատ լավ էինք հասկանում։ Հասկանում ես մեկ դուք հարցազրույցներ որ վերցնում եք, նույնիսկ աներձակից, հա, հրապարակում ինչ էր անում, այտենց է մենք չհասկացանք, բայց այդ հարցազրույցը մենք եթեր չտվեցինք, բայց հələ ինչ հիմա էլ ունենք, կարող ենք այդ եթերը տալ։ Այն որ գալիս էին ամեն մեկը իրան իրավունքեր վերապահում բունկեր գնալու, հա, հիշում եք այդ իրավիճակը։ Նույնիսկ երբ որ այս վերջի շրջաններ արդեն հիշում եք մենք Շուշիում մնում էինք եւ ռումբերը պայթում էին մեր անմիջապես հարևանությամբ, բոլորը այդ կադրերը տեսել են ուղիղ եթերի ժամանակ։ Հիմա երբ որ վերջին անգամ մենք Հայկի հետ գնացինք, որ արդեն մտավախ կար, որ մեզ ձեզ էլ մեր հետ տանենք, որտեղ դրա նախորդ դեպքում ընկել էիք հրետակոծության տակ, ուրեմն էլի ինձ հետ անմիջապես կապվեց Յուսնուցը Ռուդիկ եւ մենք եղանք Արայիկի մոտ։ Արայիկ ահաբեկված ինձ ասեց Իսագուլյան, խնդրում եմ ասա, որ Շուշին ընկնում է, Շուշին տալիս է։ Մենք բարձացանք արդեն հələ Շուշի չհասանք, մինչև այն տեղը, որտեղ մենք մնում էինք, բարձրացնում էր արդեն, որ ոնց են մոտենում, ու ապշում էինք, թե ինչու չի կազմակերպվում համբար, արդեն նույնիսկ այն մյուս ճանապարհով, հյուսիսային ճանապարհով, շարասյունները, ավտոմեքենաների, որ մարդկանց արդեն պանիկայի մեջ ըստ էության տարհանում էին։ Գիտեք, հիմա տեղին չի, որտեղ այդ մարդիկ նստած են ոմանք, հա, բանի բանտում, մյուսները չգիտեմ ինչու չեն ուզում խոսալ, օրինակ դիսկ ուզել այ որ Յուսնուց Ռուդիկը հիմա բաց խոսալ ասել, որ այո, կամ ասեք էր, ասել Իսագուլյանը սուտ է ասում։ Ինձ համար դա էլ է պատասխան, որովհետև խնդիր չեմ տեսնում, եւ որ ես վերջի անգամ գնացի Արայիկ Հարությունյանն, ասի դու հասկանում ես ինչ է, ասես դե մենք չենք համարձակվում, գոնե դու այդ ես եկա ահաբեկված ասեցի, որ արդեն Շուշին ընկնում է, նույնիսկ կապ հաստատեցի Արկադի Կարապետյանի հետ, ասեցի, որ կարող եք ուղիղ իրան լսել եւ այլ եւ այլը։ Արկադի Կարապետյան։ Հա, Ագոն, մեր Ագոն, հայտնի Ագոն, առաջի կոմանդուշ, հա, Արկադի Կարապետյան։ Ես պարոն Ղուկասյանից պետք է ասել, հա։ Արկադի Կարապետյանը դա մեր Ագոն է, մենք Ագո ենք ասում։ Սա իրան գիտեն, որպես առաջի կոմանդուշի երբ որ ջոկատներ էին դեռևս Ղարաբաղում 88-89 թվականներ, իրոք շատ լավ իրավիճակը գիտեին։ Հիմա ուղղակի դրա մասին շատ ավելի կոռեկտ է, զարմանում եմ այդ կոռեկտության վրա, հա, այդքանից հետո մարդիկ շատ կոռեկտ են խոսում, այդ չեն ուզում որ պարտությունը ամբողջությամբ ինչ-որ մեկի ուսերին դնեն կամ մյուսի ուսերին դնեն։ Հասկանում եք։ Նույնիսկ ես ապշեցի, որ երկրորդ նախագահը դա ամփոփության բանի հետ է կապում։ Ես կարող եմ շատ կոպիտ ասել։ Դա ուղղակի հաջորդի նկատմամբ ճշնամություն, դավաճանություն է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից։ Նրանք իշխանության չեն բերվել հենց այնց։ Եվ օրինակ դες ասենք, ես կարող եմ ասել, որ չէ, Հարգարժան իմ շատ հարգելի երրորդ նախագահ, ես մինչև Նիկոլի իշխանության գալը գրավոր իրատես դե ֆակտոյում, Facebook-յանի մեջերում, սոցցանցերում դեռևս 18 թվական, մինչև էլ վարչապետ դառնալը, որ սա գալիս է Արցախը հանձնելու։ Այսինքն այդ կանխատեսումը, որ կարող էր սա Արցախը հանձնել, արդեն կար։ Եվ ես մինչև այդ Բակո Սահակիչին խնդրում էի, որ ով նախագահ, եկեք թույլ չտանք, որ Նիկոլը մտնի ընդհանրապես Արցախ։ Երբ որ պահանջել էին իմ հրաժարականը եւ այդ վերջի օրն էր, որ Բակո Սահակիչը կանչեց, ասեց, որ Գառնիկ ջան, չենք ուզում իրավիճակը ավելի լարվի Հայաստան, ուրեմն Արցախ այդ հարաբերությունները, ասի, պարոն նախագահ, խնդիր չկա, ես հրաժարականը գրեմ եւ գրեցի։ Եվ դուրս եկանք այդ ժամանակ ես էի, իմ օգնականն էլ Ժաննան էր մեր այսօրվա գլխավոր խմբագիրի ծառայողը, երկուսով էլ դիմում գրեցինք եւ գործից դուրս եկանք։ Հասկանում եք, հարցը նույնիսկ դա չի։ Բայց նույնիսկ այդ ժամանակ ես ասում էի, որ պարոն նախագահ, ինչքան էլ մենք ուզում ենք մտածենք, թե իրանք եկել են այդ խնդիրները լուծելու, իրանք խնդիրը ուրիշ է, գլոբալ է։ Հայկական սեպը թուրքական աշխարհից վերացնելու։ Դրա համար իրանք հանձնելու են Արցախը։ Իսկապես շատ դժվար է
իրանք ընդունում էին, չէ՞, մարդու տղեն ծառայում էր այնտեղ, իրանք ուղղաթիռով գալիս էին, Բակո Սահակիչը իր տիկնոջ հետ գնում էր օդանավակայան, ծաղիկներով դիմավորում էին տիկին Աննային ու ասենք մտածել, որ այդ մարդը եկել է Արցախը հանձնելու իրան, դու հիմա չգիտեմ ինչի է, խես տեսնում դա, խես զգում դա։ Դե փորձառությունը քաղաքական վերլուծելու կարողությունը։ Չգիտեմ հիմա որ, բայց այդ մարդիկ իսկապես ոնց պատկերացնել, որ այս մարդը կարող է Արցախը հանձնել։ Նույնիսկ ընտրությունների ժամանակ գիտեք այնտեղ 20 թվականի Արցախի ընտրություններին, երբ որ մենք ինչ որ կոնկրետ անձի հետ կապված ենք, հա, կարող է դա էլ էր սխալ, քավլիցի, բայց էլի երբ որ Արայիկ Հարությունյանի հետ մենք հանդիպում էինք, դուք էլ եք եղել, դուք այնտեղ բոլորից հարցազրույցներ եք վերցրել, հետո դա ափսոս շատ բաներ խնդրեցին չհրապարակել, նաև որոշ ոչ, հիմա կարող ենք հետին թվով հրապարակել։ Էլի ես Արայիկին ինչ էի ասում, որ եթե քեզ թվում է դու Նիկոլի մարդն ես ու դրանով կարող եք Արցախը փրկել, չարաչար սխալվում եք։ Այսինքն այն ինչ որ հիմա երրորդ նախագահան իրենց հարցազրույցներում ասում են, դա բացարձակ ճշմարտություն է։ Եվ իրանք լինելով շատ փորձառու, իսկ երրորդ նախագահան անցել է այդ ամբողջ, հա, եթե օրինակ երկրորդ նախագահ է եղել, ստեղել նախագահ է եղել, ապա Սերժ Սարգսյանն անցել են շարքային զինվորից մինչև գերագույն գլխավոր հրամանատար այդ ամբողջ ընթացքը կուրացիա անելով կամ աշխատացնելով տարբեր ուժային կառույցներ, ոստիկանություն, հա, ներքին գործեր, ազգային անվտանգություն, պաշտպանության նախարարություն եւ այլ եւ այլ։ Հիմա այս մարդկանց համար բնականաբար երրորդ օրը արդեն պարզ է ինչ է տեղի ունենում մարտի դաշտում։ Երբ որ դու մոբիլիզացիան չես կարողանում կազմակերպել, իսկ այդ մոբիլիզացիային մենք անմիջապես էինք հետևում։ Զուտ նրա համար, որ շատ հարազատներ զորակոչվել էին, բայց բոլորին հասցնում էին Գորիս ասում էին ստեղից գնացեք տուն։ Հասկանում եք։ Հիմա դա արվում էր ինչ-որ մեկի կողմից որպես հանցագործություն, թե դա ընդհանուր էր, չէ՞ որ ինքը գնաց, եթե չեմ սխալվում, Գորիսում բաների դեմ ելույթ ունեցավ, չէ՞։ Մոբիլիզացիոն այդ ուժերի։ Չեմ հիշում այդ դրվագը։ Ես էլ հիմա լավ ուզում եի։ Հիմա այս ամեն ինչը պարզ երևում էր, որ մարդիկ չեն կարողանում կազմակերպել կամ դիտավորյալ չեն կազմակերպում։ Որ հետո կանգնեն, ասեն 11000 դասալիկ ունեցեք։ Աննա Հակոբյանը եւ Իլհամ Ալիևը։ Հիմա դրա համար երբ որ քրոնիկան իսկ իրանք հասկանում են, որ ժողովուրդը արդեն սկսում է վերլուծել ամեն ինչ, այս եկեղեցու դեպ պայքարը ինչի համար է։ Ախր հիմա մաքրում են եկեղեցի։ Չէ, մենակ այդ չի, ախր համ մարդկանց ուշադրությունը շեղելու իրանց կատարած հանցագործություններից։ Հասկանում եք, համ անելիք չունեն իրանք։ Հիմա լծվել են հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ պատերազմին։ Ու տեսեք ինչ են նախատեսում։ Քանի որ ես ասել եմ, չէ՞ որ իմ դասընկերներից մեկը Հուդայի սատանի զավակ է բորնեկացնում։ Հիմա չէ, իրանք էլ են օգտագործում այդ բառերը, իրանց եթերներում օգտագործում են։ Դրա համար ես ոչ եթերային բառեր կարելի է օգտագործել։ Երեք օրինակ հայտարարեց, թե ոնց են իրանք արդեն համարում են, որ պետք չի կաթողիկոսին կարգալույց անել, որտեղ այդ կարգալույցը ավտոմատ է լինում ըստ եկեղեցական կանոնագրքի։ Արդեն իբրև այդ կարգալույցությունը ավտոմատ եղել է։ Այսինքն իրանք պարզ է, որ հիմա դա աշխատում է այդ սատանիստների մոտ որպես հիմնական, այսպես կոչված եկեղեցագիտակ անասու, սաղմոսագետ է, մամայագետ է, պապայագետ է, չգիտեմ, բայց որ թուրք է էությամբ ու ամեն ինչով պարզ է։ Եվ մի ուրիշ թուրքի հետ նստած քննարկում են, թե այդպես պետք չի եւ կաթողիկոսը եւ մեր բոլոր եպիսկոպոսները ավտոմատ բան են, կարգալույց եղած են։ Արդեն պարզ է, չէ՞ իրանք ինչ մոդել են սկսելու կիրառել, օգտագործել այդ խնդրի մեջ։ Արդեն այդ գործի մեջ ներդրել են թուրքերին, դեռ մի ուրիշ թուրքի, որ հայ ազգանուն է կրում, կարող է հայ անուն է կրում, հա, իրան համարում է հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ, բանով էլ քարոզ են անում։ Դե մարդիկ էլ նայում մորուքա, որ է մարդ, ինչ որ կարող է խելք ունի էլի, էլ չեն իմանում, որ դա թուրքից ավելի թուրք է։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կործանում ցանկացող, ուրեմն սատանի ուղարկած բան է, բորնեկորթի։ Հասկանում եք։ Հիմա սա է, դրա համար ժողովրդի ուշադրությունը շեղելու, էլի ժողովրդին ինչ որ բանով իրարից տրոհելու։ Արդեն
իրանք ճիշտ եկեղեցականներն են, նրանք ովքեր կանգնած են հայ առաքելական Սուրբ եկեղեցու թիկունքին, վեհապարի եւ մեր եպիսկոպոսատ ժողովի, նրանք ուրեմն կեղծ հավատացյալներ են։ Այսինքն իրանք առանց տրոհելու, առանց թշնամացնելու, առանց սուր ճոճելու չեն կարող։ Պարոն Իսագուլյան, ձեր թույլտվությամբ ես կարդամ Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկը, որը 2 օր առաջ է այս գրառումը հրապարակել, եւ խնդրեմ ձեր մեկնաբանությունը ըստ ձեզ ինչպես եք հատուկ մեկնաբանելու։ Գրել է ուշադրություն։ Մտածեցի մեր քաղաքացիները կներվեն, որ չէ, սրա մասին չէր խոսքը, կներեք, ես այլ բան էի ուզում կարդալ։ Ոչինչ, հանգիստ կարդացի։ Խոսքը այն էր, որ նա Հայաստանի Հանրապետությունը թոք էր համարում, Արցախը թոք էր համարում, որը կապվել էր մոտակա ծառին։ Այդ հայտարարության մասին եմ ուզում կարդալ, ուղղակի ես երևի մի քիչ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջում եմ, ներողություն եմ խնդրում, հիմա փորձեմ ես դա գտնել։ Կարդում եմ, 9 ժամ առաջ է կատարել այս գրառումը։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոք Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը եւ նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար։ Բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին։ Կարոտկի պավադոկ, ռուսերեն բառ է օգտագործել բարակապակցություն։ Մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն եւ դա ավելի տեսանելի կդառնա։ Այս սրա մասին էր խոսում նաև, եթե չեմ սխալվում, 3-րդ նախագահը։ Պատերազմը կանգնեցնելու բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին։ Այս թեմային բազմիցս հրապարակային անդրադարձել եմ։ Թոկը կարճացնելու այս process-ի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականության վերջ դնելը։ Այդ սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր միայն ու միայն Հայաստանի պետականության կորստով։ Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների կյանքի գնով Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի մեր ժողովրդի պատմական ինտուիցիայի շնորհիվ կարողացել է դուրս գալ այդ սցենարից։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը առաջարկում են վերադառնալ այս սցենարին, որն ի սկզբանե գրվել եւ իրագործվել է Լենին, Պարտիա, Գորբաչով կարգախոսի եւ մեծ հավանականության ՊԱԿ ԿԳԲ հովանու ներքո։ Ու քանի որ ակնհայտորեն սրանց հնարավորությունները զրոյական են, փորձ է արվում ձևավորել երիթ Լենին, Պարտիզանա, Գորբաչովականների կոհորտա, հասկանա։ 5 ԿԳԲ-ականների հովանու ներքո սպասվող արդյունքը 0, գումարած 0, հավասար է 0։ Հետգրություն. Ղարաբաղի մեր ժողովուրդը կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ է, սա ծավալուն եւ բարդ մեծ ռեսուրսներ պահանջող ծրագիր է, բայց այն մենք շարունակելու ենք իրագործել։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Սա եթե նույնիսկ բանից վերանանք, իրանք նաեւ ասում են, որ այդ ոչ միայն թոք էր, այլ եթե իրանք իմանային հենց 18 թվականից Արցախը կասեին Ադրբեջանը եւ վերջ եւ ամեն ինչ կազատի։ Հիմա ենթադրենք իրանք ճիշտ են։ Ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ու քողարկված ուրեմն պանթուրքիստները ԿՊ-ն ճիշտ է։ Այդ դեպքում ինչ է նշանակում։ Իրանք պետք է Շահրամանյանին ինչ անեն։ Հերոսի կոչում տան, չէ։ Հիմա տեսեք, երբ որ խնդիր է գնում Արցախը ծախելու մեջ, հələ որ դավաճանի կոչում են։ Իրանք ասում են, որ արցախցիները իրանք ստորագրեցին իրենց կապիտուլյացիան։ Այսինքն իրանք լուծարեցին Արցախի հանրապետությունը։ Շահրամանյանը կապիտուլյացիա ենթարկեց ըստ իրենց։ Հիմա եթե Շահրամանյանը, այսինքն Շահրամանյանը շատ հանճարեղ քայլ է կատարել, չէ՞։ Լիկվիդացնելով Արցախը, փրկել է Հայաստանը թոկով ծառից կապելու այդ շանսին, չէ՞։ Նշանակում է Շահրամանյանն ինչ պետք է անել։ Տալ ազգային հերոսի կոչում։ Իրանք ասում են մենք չենք Արցախը ծախել։ Մենք չենք Արցախը, հոկտեմբերի 6-ի այդ հայտարարությունը, որ Արցախը դա Ադրբեջան է եւ վերջ, դա չի։ Շահրամանյանը եթե չստորագրեր այդ թուղթը, Արցախը մնում էր հայկական։
Այդ իրանց ասելիքն է, չէ։ Հիմա էլ ասում է Արցախը թոք էր։ Հիմա նշանակում է Շահրամանյանը թոքը կտրեց, չէ, Արցախը Հայաստանն ազատեց այդ թոքից։ Շահրամանյանին նշանակում է ինչ պետք է տալ ազգային հերոսի կոչում։ Ուրեմն դուք հայտարարեք, որ քանի որ Շահրամանյանը փրկեց հայ ժողովրդին եւ Հայաստանը թոքից ծառին կապելու հնարավորությունից, մենք Շահրամանյանին Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում ենք տալի։ Բա այ պոռնկորթիներ։ Ինչի եք դուք հիմա ասում մենք չէ որ Արցախը հանձնել ենք։ Արցախը իրանք են հանձնել։ Շահրամանյանն է ստորագրել կապիտուլյացիան փաստաթուղթը։ Ես շատ ավելի վատ բառեր կօգտագործեմ։ Բացի պոռնկորթիներ։ Մի օգտագործեք։ Չէ, պոռնկորթին դա բան է, աստվածաշնչապատը։ Բայց եկեք առանց Հիմա այս մարդիկ թող ասեն Շահրամանյանը դավաճան է ստիրանց, թշնամի է, ինքն է Արցախը կապիտուլացրել, ինքն է թոքը կտրել, թե իրանք են կտրել։ Հիմա ոնց հասկանանք, այդ ժողովուրդը ոնց ինտուիցիայով հասկացավ, որ այսինքն ինքը գնաց պատերազմ հայտարարեց, ինքը իր երեխեքին տարավ զոհաբերեց, ինքը հանձնվեց թշնամուն, ու ինքը հիմա մեղրին ինքն է տալի թշնամուն։ Այսինքն ոնց հայ ժողովուրդը ոնց ինտուիցիայով հասկացավ, էլ ուզում եմ հասկանամ։ Այ անբարոյականի տղա։ Այդ տվար։ Դու ինքդ պատերազմը սարքեցիր։ Որովհետև գնացիր հայտարարեցիր Արցախը Հայաստան է ու վերջ, գնացիր հայտարարեցիր իմ զրոյական կետից եմ սկսում, գնացիր մեկ ասիր բանակցություններին մասնակցում եմ լիֆտում, հաճույք էր պատճառը հետույքից երևի դրա համար, մյուս օրը հայտարարում ես, որ չէ, դա մենք չենք ընդունում, դու այսինքն նենց այցին, որ այլ ճանապարհ չունենալով հանդերձ, Ալիևը պարզ հայտարարեց, ես ուրիշ երկ չեմ տեսնում, բացի պատերազմը։ Այսինքն դու բերեցիր այն վիճակի, որ Ալիևը հայտարարեց պատերազմ, ռազմական գործողություններ։ Դու բերեցիր նրան, որ քո երկիրը պարտվեց, դու ես ասում, որ մենք ենթագիտակցորեն է, թե ինչ ասում, ինտուիտիվ, ոնց է ասում ընդ է, կարողացավ ընկալել, որ դա թոք է և այդ թոքը կտրեց, տխմար դու հասկանում ես, դու ինչ ես ասում։ Այսինքն պատերազմ սանձազերծել, 5000 երեխա տանել անմեղ զոհել, ընդեղից 100,000 մարդկանց տուն տնավեր անել, ու դու հայտարարում ես, ընդունեիր են Լավրովի ծրագիրը, ընդունեիր, բա հիմա ինչ ես Տրամփի ծրագիր ընդունել, Մեղրիի համար։ Մեղրին չի, Հայաստանի Հանրապետությունը սուվերեն ենք դարձնում։ Սուվերեն չի, Մեղրին հանձնել է, քանի անգամ կարդամ։ Դե ինքը ասում է դրանով Հայաստանի Հանրապետությունը բացարձակ սուվերեն։ Ես կարդում եմ այդ փաստաթղթի 5-րդ կետը։ 5-րդ կետի մեջ ասում է, որ այս իրողությունը, որը ենթակա չէ, երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջի փակելու համար, մենք վճռականորեն եւ այլ։ Հիմա ասում եմ, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ, հիմնված միջազգային սահմանների անկախտելիության եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքի հիման վրա։ Այս սկզբունքով դու առանց ուժի կիրառման Մեղրին ես փաստաթղթով հանձնել ես Ադրբեջանի։ Սևով սպիտակի վրա գրած է։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար ուրեմն հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչորեն Հայաստանի Հանրապետության համար միջազգայինորեն եւ ուրեմն մենք այդ Մեղրին որ այս փաստաթղթով ինքը Մեղրին ամբողջությամբ տվել է Ադրբեջանի։ Դե դա ընդամենը ճանապարհ է, պարոն Իսագուլյան, ինչ Մեղրի։ Ընդամենը ճանապարհ։ Նույնիսկ եմ կրկնում։ Ճանապարհի համար, եթե մենք ճանապարհ ենք տալի, Ալիևի ստորագրությունը ինչի համար է։ Որ ընդունի այդ ճանապարհը։ Ես իրենց տրամաբանությամբ եմ ասում։ Հիմա իրենց տրամաբանությամբ մի ասա է։ Հայաստանի տարածքով ճանապարհի հետ կապված, եթե ճանապարհը սկսվեր Սադարակից, ափսոս ձեր մոտ քարտեզը չկա, ու ավարտվեր Դերբենդում, այդ ճանապարհը լիներ նաև Նախճեվանով եւ նաև Ադրբեջանի բուն տարածքով,
ուտեղ լիներ Նի Ալիևի, Նիկոլի ու Տրամպի ստորագրությունը, ես կհասկանայի։ Բայց եթե խոսքը վերաբերում է մենակ Մեղրիին, այդտեղ Ալիևն չի է ստորագրում։ Որ համաձայն է, որ իր, ասենք, բեռները, ադրբեջանական բեռները այդ տարածքով անցնեն։ Իր համաձայն ես չգիտեմ իրենց տրամաբանությամբ եմ շարժում։ Պարսկաստանը ինչ որ փաստաթուղթ է ստորագրում, որ իր մեքենաները գալիս են մինչև Երևան։ Տեղյակ չեմ, ես ինչից։ Դե ուրեմն որ տեղյակ չեք, այ անտեղյակությունը ձեր հանգեցնում է նրան, որ դուք էլ լրագրողներով չեք կարող հարցնեք, այդ փաստաթղթի տակ Ալիևի ստորագրությունը ինչի համար է։ Մեր տարածքին վերաբերվող ճանապարհ է, ես ասում եմ Մեղրին է հանձնել։ Դուք ասում եք ճանապարհ։ Դրանով այդ ճանապարհի բացման իրենք են ասում ճանապարհ է։ Երևան Թիֆլիս ճանապարհով որ դուք գնում եք ախրկալակ, այնտեղ բանի ստորագրությունը կա Վրաստանի վարչապետի։ Մի համեմատեք, խնդրում եմ, Ադրբեջանի եւ Վրաստանի ղեկավարների։ Եթե մի տարածքի վերաբերյալ ինչ որ մեկը ստորագրում է, ոնց որ եղավ Պրագան։ Պրագայում էլ Արցախը հանձնելուց, Նիկոլը ստորագրեց հանձնելու, Ալիևը ստորագրեց ստանձնելու։ Ստեղել Մեղրին հանձնելու, Ալիևը այն ստանձնելու։ Պարոն Իսագուլյան, ասել Մեղրին հանձնված է, դա շատ կտրուկ հայտարարություն է։ Հիմա ապրում են մարդիկ Մեղրիում, ինչ անեն։ Ինչ կա, վաղը չեն ապրի։ Ինչի Պրագան, որ 22 թվականին ստորագրվեց, մինչև 23 թվականի սեպտեմբերը չէին ապրում։ Արցախում կային։ Ապրում էին, չէ։ Հիմա էլ թող Մեղրիում էլ մի տարի ապրեն, հետո։ Բայց 300,000 ադրբեջանցին որտեղ պիտի գա։ Բայց հետո 1,5 միլիոն որտեղ պիտի գա։ Այդ դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները ղեկավարը որպես միջնորդին չի էր մտնում այս խաղի մեջ։ Այնտեղ բանը Մակրոնն ու Միշելը ինչ կապ ունեին այն փաստաթղթի մեջ։ Նույն կապը։ Նույն տրամաբանությունն է։ Ախր տրամաբանությունն է, այնտեղ էլ այնտեղ ինչ գործ ուներ պեդոֆիլիայի զո Տրամպը, բանը Մակրոնը։ Ինչ կապ ուներ ինքը այդ Արցախ հանձնելու մեջ։ Հետո էլ ասում է, ես չէի կարծում, որ Նիկոլը տենց հեշտությամբ կհամաձայնվի։ Ստեղ էլ Տրամպը չէ, որտեղ հաջորդ օրը Նիկոլը վազել է, պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, ինձ հիշում եք։ Այսինքն ստացվում է, ըստ պարոն Իսագուլյան, որ Նիկոլ Փաշինյանը այնքան կա, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարին, Պուտինին, Թրամփին, էլ չգիտեմ ում բերում է, ինչ որ այսպես ծրագրի կամ խաղի մեջ է մտցնում, վերջում ինքն իր ուզածը անում է, ասում է գնացեք դուք եք մեղավոր։ Փաշինյանը չէ։ Փաշինյանը գերտերություններին է խաղում։ Փաշինյանը չի ներքաշում է։ Փաշինյանին ոչխարի նման կանչում են, ասում են այս փաստաթուղթը ստորագրի։ Արցախը տուր, հիմա Մեղրին տուր, վաղը կանչենք ասեն Սյունիքը տուր ամբողջ, Վայոց ձորը տուր, հիմա էլ Վայոց ձորը չէ գնալու պատարակ անելու։ Արդեն այո, երրորդ։ Հիմա էլ նա է հանձնելու, ուստի ինքն է կանչում, իրան են կանչում, ասում են այ ոչխար, թող ենք տվեք, ես սարքել ենք վարչապետ, դա ստորագրի հանձնի։ Դուք ճիշտ հակառակ Նիկոլը ում տականքն է, որ ինչ-որ մեկին կարողանա, նա մենակ Հայաստանում հայ առաքելական Սուրբ եկեղեցին քանդի, հայկական հողերը վաճառի, հասկանում եք, ստորություն անի, մարդկանց կալանավորել տա, ու իր մոտ աշխատողները դառնան ստրուկ հնազան, հայրենիք ծախող։ Ինքը այո Հայաստանի ներսում ինչ ուզում անում է, ցավոք սրտի, որտեղ ինքնասիրություն ունեցող շատ քիչ մարդ է մնացել այս երկրում։ Ցավոք, որոնք էլ իրար հետ հլը չեն համագործակցում։ Հիմա ես տեսնում եմ կարող է մի հատ միավորող ուժ ձևավորվի։ Այդ դրա համար էլ նախագահները ես վերջի ելույթը իրանց այտենց բան շոկի մեջ է գցել։ Որտեղ վախում են, որ վերջապես կարող է այս մարտիկ արդեն զայրանան, որոշեմ որ չի համախմբում են մեկ նպատակով, այս տականքից ազատվելու։ Ու դրա համար էլ ես վայնասուն են դրել։ Դրա համար Ալյոնկայի հետույքը այլևս ոչ թե վախենում է վիբրատորներից, ինքը վիբրատորին սովոր է։ Այլ են գերաններից, որ հետո բան են անելու։ Ախր կամ պարզ է սա ամեն ինչը, Լուսինե ջան, ես զարմանում եմ, որ մենք չենք կարողանում ընկալել, թե ինչ է տեղի ունենում։ Ինչու է վայրիկ մարդիկ հասկանում են, եւ որ մարդը, ես միլիոն անգամ այդ օրինակը բերել եմ։ Առաջի անգամ, որ ինքը եկավ Իգոր Մուրադյանի հուղարկավորությանը, եկավ մի մեքենայով մենակ էր, հետո ախրանայել չկար, կարմիր լույսի տակ էլ կանգնում էր։ Հիմա տեղ է գնում, ճանապարհը մի 4 ժամ առաջ մաքրում են։ Մի քանի հազար թիկնազոր մինչև ստեղի, պատկերացեք Վայոց ձորը քանի հազար ոստիկան ու բարեկային ու թիկնազոր ու միկնազոր տեղակայեն, որ մարդը վախեցած է։
Բամախը հասկանում է, որ 26 թվականին ինք այդ գյուղեր ընտրարշավ չի կարա գնա, որտեղ կարող է միտեղից մի հատ քար կա կպտի գլխի։ Ատելությունը ժողովրդի այդքան մեծ է իր նկատմամբ։ Բա խնձոր նետող ինչ տարավ նստացրի։ 70 տարեկան, եթե ոչ ավել պապիկին, այո։ Բայց հիմա պատկերացրին ջահելները, որոնք հողու բան են կորցրել։ Իմանալու են, չէ՞ որ եթե մեկ գյուղից գյուղ փռա քարոզ արշավադի։ Այդ մարդիկ էլ հա, մի օր չքնեն, երկու օր չքնեն մի քանի հազար հոգի, ինչ է Նիկոլի հորը պահեն։ Այդքան դա բան չի չէ՞ այդ մարդկանց համար, հաճելի չի։ Եթե ձեզ թվում է այդ մարդիկ չեն հասկանում, որ այդ մարդը ես երկրի թշնամին է դավաճանը, շատ լավ էլ հասկանում են, ու արդեն օգնում են, չէ՞։ Որտեղ իրաց վրա է ամբողջ թուգումուրը գնում։ Պարոն Իսագուլյան, քանի որ ձեր խոսքում անդրադարձաք նաև եկեղեցու դեմ արշավին եւ արդեն երրորդ կարգալույծ անձնավորության մատուցած կեղծ կամ ապօրինի պատարագին է մասնակցել Նիկոլ Փաշինյանը, այս մասին շատ է խոսել նաև Էդուարդ Շարմազանովը, դուք եւս շատ վաղուց դրա մասին, երբ արշավը սկսեց, անդրադարձել եք հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու փաստին, կգնա այդ քայլին Նիկոլ Փաշինյանը, եւ կստացվի։ Երեք որ ասեցին արդեն կարգալույծ են, դրա համար ժողով պետք չի, իրաց էշ խոսքով արդեն վերջ, քանի որ տենց հայտարարություն եղել, ուրեմն կարգալույծ է։ Հակասահմանադրական։ Իրանք ինչ հակասահմանադրական, ախր դուք իրանց համար սահմանադրություն կրոնական կազմակերպություն, կրոնական եկեղեցի է, սահմանադրություն, օրենք, իրանք թքած ունենան այդ ամեն ինչի վրա։ Իրանք թքած ունենան։ Իրանք մի նպատակով են եկել իշխանություն, վերացնել հայ ժողովրդին ու Հայաստանը։ Դա անում են շատ մեծ սիրով ու ուրախությամբ։ Հիմա մենք սկսում ենք բացատրել, ստեղ սահմանադրություն, ստեղ օրենք է խախտում։ Ինչ օրենքի մասին է խոսքը։ Որ օրենքի, որ սահմանադրության։ Ես երեք այդ պորնակորթին իմ դասընկեր, որ ասի խոսում է հեռուստատեսությամբ, հասարակ բան ասել։ Եվ որ խոսում ես եկեղեցու մաս, եթե արդար է լի մարդը, օրինակ ասի, որ կառավարության համար սուրբ գիրքը դա իր ծրագիրն է։ Կառավարությունը ուրիշ սուրբ գիրք չունի։ Իրանց համար ոչ ավետարան կա, ոչ աստվածաշունչ կա, ոչ եկեղեցի կա, ոչ բան չկա։ Այդ իրանցից անջատ է եկեղեցը։ Իրանց սուրբ գիրքը դա իրանց ծրագիրն է, որ 21 թվին բերել են ազգային ժողով հաստատել են, որպես օրենք ըստ ծրագրի պիտի աշխատեն։ Ծրագրում գրած է իրանք Արցախի անվտանգության երաշխավորն է, որ պայքարելու են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար։ Այդ ամեն ինչը զրո է, չէ, գոյություն չունի, հանձնել են Թուրքին։ Իրանց սուրբ գիրքը, օրինակ եթե այդ իմ պորնակորթի դասընկերը ասեր, որ ախպեր ջան, եկեղեցականներին ես որպես եկեղեցական իրանց կանոնադրությամբ թող, բայց կառավարությունը, քանի որ ես եմ ընտրել, որտեղ իրանք բան չեն ընտրել, հոգևոր իրանք կաթողիկոս չեն ընտրել, բայց վարչապետ ու կառավարություն ընտրել է ժողովուրդը։ Այդ իմ պորնակորթի դասընկերոջ հետ միասին, որ երեք տելևիզորով ասում էր, որ նրանք կարգալույծ են։ Ասեր գիտեք ինչ, եկեղեցականներն ինչ է, դա ես էլ կպայքարեմ, եթե այնտեղ կան կանոնագրքի շեղումներ դրա համար, բայց քանի որ կառավարությունը իմ ընտրյալ կառավարությունն է, եւ իր ծրագիրը այսա է, դա սուրբ գիրքը դա է, եւ իրանք շեղվել են այս ծրագրից, ուրեմն այդ կառավարությունը իր ողջ կազմով պետք է սիկտիր արվի, կներեք բառիս համար։ Այդ բառը իրանք շատ են սիրում։ Երբ որ, այսինքն ռադ արվի, որտեղ մարդիկ չեն կատարել իրանց կանոնադրական պարտավորությունները։ Այ որ ինքը դա կասեր, ու այդ դրանից հետո կասի, որ ախպեր ջան, քանի որ հայ առաքելական սուրբ եկեղեցու էս ինչ պաշտոնատար անձը կատարել է էս ինչ հակականոնադրական, այ իր գործն էլ պետք է սա տեղի ունենա, ինքն էլ պետք է կարգալույծ արվել։ Ես կասեմ, այս մարդը ախպեր արդար է դատու։ Բայց դες ինչ է ասում։ Ասում է կաթողիկոսը պիտի կարգալույծ արվի, եպիսկոպոսները պիտի կարգալույծ արվեն, եւ մեր եկեղեցին պիտի ենթարկվի մեր կառավարությանը։ Եվ որ ինքը դա է ասում, հասկանում եմ, որ սա կառավարության ցուցումով այս շիշ դուս է տալի։ Որ իր ուզածը արդարությունը չի, որ իր ուզածը մեր եկեղեցու անարատությունը չի, որ ինքը ըստ իր տրամաբանության թողած
կառավարության սուրբ գիրքը, որով ինքը եթե իր ծրագիրը չի կատարել, պետք է հրաժարական տա դուրս գա, ինքը դա չի տեսնում, որ կառավարությունը ամբողջությամբ խախտել է իր ծրագիրը, որ ամբողջությամբ եւ դա համանadությունն է պահանջում, որ նրանից պետք է հրաժարական պահանջեն։ Սա չի պահանջում, ընդհակառակը պահանջում է, որ կարգալույց արվի եկեղեցի, ու այդ եկեղեցին ենթարկվի այս կառավարությանը։ Դուք հասկանում եք դա ինչ է։ Ու օրինակ է բերում, քանի որ տեսեք, հələ բերում են ցարական Ռուսաստանի օրինակը, այս ինչ թվին թիվնել ասում են, ուրեմն սենց տեղի ունեցավ, արդեն մենակ ցարն էր նշանակում բան կաթողիկոս, մեկ էլ գալի դեսես աշտարակեցու մոտ, յանին որ ընտրվեց ներսես աշտարակեցին, տեսեք այդ ցարն էր ընտրում, բայց ցարը հանկարծ չգիտեք ինչի, ընտրել էր հակացարական ինչ-որ մեկին, որը պայքարեց, գնաց Նիկոլայի մոտ, Նիկոլայի մրթին մերկու հատ տվեց ու մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին անկախացրեց։ Համ ցարն էր ընտրում, համ ցարն էս կաթողիկոսի ընտրեց, որը իր դեմդուս է գա։ Այսինքն նույնիսկ այդ որ ասում են, տես ինքն էլ է օգտագործել KGB, MGB։ Այո, շատ է։ Այս մարդիկ ուրիշ արդարացում չունեն։ Հենց մի բան KGB, արա, ես նախկին KGB-իստ եմ։ Բան ունեք ասելու։ Բան ունեք ասելու։ Ես չեմ ամաչում, որ ծառայել եմ իմ հայրենիքին, խորհրդային միությանը, եւ դրա համար հպարտ եմ։ Այո, այն էլ շատ կարևոր հատուկ ծառայությունում եմ աշխատել։ Բան ունեք ասելու։ Իրանք որ գործակալ է դեղել իմ մոտ։ Գործակալ։ Ես դրա համար էլ իրանք չեմ մեղադրում։ Ոչինչ, գործակալ են աշխատել, իրանք հայրենիքի համար են աշխատել։ Բայց հիմա էլ KGB, զզվցրի կարա։ Հենց մի բանի տակից չեն կարող դուրս գալ KGB-ից, նախին չգիտեմ ինչ։ Արա այդ տխմարներ, բան ունեք ասելու։ Սա մեծագույն ողբերգություն է։ Ես շատ ուրախ եմ, որ լինելով Պարսկահայ, Պարսկաստանի ծնունդ, խորհրդային միությունը 7 տարեկան եմ եղել, որ եկել եմ խորհրդային միություն։ Ոչ միայն կարողացել եմ գերազանց սովորել Պրոշյանի միշտակարգ դպրոցում, ոչ միայն պետությունը ինձ դպրոցական տարիքում ընտրվել եմ պիոներիայի հավաքների 13-րդ հավաքների հրամանատար, ոչ միայն պետությունը ինձ ուղարկել է Արտեկ պիոներական ճամբար ծրի 2 անգամ, ոչ միայն հետագայում ես ընդունվել եմ Ֆիզմատ գիշերօթիկ դպրոցը, ոչ միայն հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարան, ավարտել եմ ես ֆիզիկայի ֆակուլտետը եւ իրավաբանության ֆակուլտետը, ոչ միայն սովորել եմ հետո Մոսկվայում, ոչ միայն ինձ պետությունը վստահել է ամենակարևոր կառույցում աշխատելու իրավունք։ Ես ուրախ եմ դա, ես ծառայել եմ իմ պետության, այդ վաղ իմ հայրենիք եղել է խորհրդային միությունը եւ խորհրդային Հայաստանը։ Ես անմնացած ծառայել եմ այդ պետությանը։ Հիմա ֆռնում են KGB, զզվցրի կարա, դուք սաղդ այդ KGB-ի մոտ եղել եք գործակալներ, շարքային գործակալ, էլ էլ պատպիստոյ չէ, կամ գործակալ ազդեցության գործակալ եկել է, կամ ձեր բնույթով եք գործակալ եղել, որ իմանալով, որ ես աշխատակից եմ գալի ձեկուցում եք ձեր հարևաններից, որ ինչ արեց, արդեն զզվցրել էր, բան, KGB, հենց մի բան չեն կարողանում հարցին պատասխանել, KGB-ի ագենտ է եղել, օրինակ այդ իմ դասընկերը, իմ ագենտն է եղել, այդ որում պետք չէր, որ ես, ինք շատ լավ էլ գիտեր ես որտեղ եմ աշխատում, ինչքան հարևան ունեին, ծախում էր հարևաններին, ես էի բարի մարդ, որ գիտեի, որ անասում է, բանի տեղ չէի դնում, հիմա KGB, Շնորհակալ եմ, պարոն Իսագուլյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարցազրույցի համար զրուցում էինք ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ, այսպիսիներ դիտակետը։